Իջևանում վաղ առավոտից մեկնարկել է ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը։ Ընտրատեղամասերում քաղաքացիները մասնակցում են ընտրական գործընթացին, կատարելով իրենց քաղաքացիական պարտքը։ Մեր մոտ, ինչպես տեսնում եք, բնականon կարգավիճակում ենք, ոչ մի խախտումներ դեռ չունենք գրանցված, ընդհանուր խաղաղ հանգիստ վիճակում ենք։ Ունենք 200-ից ավել արդեն իսկ ընտրողներ։ Քվեարկությունն ընթանում է սահմանված կարգով։ Ընտրողները հերթականությամբ անցնում են բոլոր անհրաժեշտ փուլերը, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը, ստանում քվեաթերթիկները, ապա գաղտնի քվեարկության պայմաններում կատարում իրենց ընտրությունը եւ քվեաթերթիկը տեղադրում քվեատուփում։ Առավոտը ժամ 8-ին ընտրատեղամասը բացել ենք, շատ ակտիվ մասնակցություն ունենք, արդեն 3-րդ ժամն է, որ աշխատում ենք, մարդկանց տրամադրվածությունը շատ լավ է, ընտրությունն անցնում է արդար, մաքուր, պարզ եւ բարձր տրամադրվածությամբ։ Այս ընտրություններին առանձնահատուկ է առաջին անգամ քվեարկող երիտասարդների մասնակցությունը։ Նրանք ընտրատեղամասերում ստանում են խորհրդանշական նվերներ՝ ի նշան իրենց առաջին մասնակցությանն ընտրական գործընթացին։ Այս պայծրությամբ ունենք 270 ընտրող, խախտումներ չեն գրանցվել, հոսքը միապաղաղ է, կուտակումներ չկան, ոչ մի միջադեպ չի գրանցվել, խաղաղ հանգիստ բնականon հունով անցնում ընտրությունները։ Մեր տեղամասում 1670 ընտրող ունենք, ժամը 11-ի դրությամբ ընտրել են 288 մարդ։ Խախտումներ չի արձանագրվել, չեն եղել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների փոխանցմամբ քվեարկությունն ընթանում է հանգիստ եւ կազմակերպված մթնոլորտում։ Այս պահի դրությամբ ընտրատեղամասերում խախտումներ կամ արտարոց դեպքեր չեն արձանագրվել։ Ընդհանուր առմամբ նորմալ ընթանում է, ակտիվություն նկատվում է, առավոտ 11:00-ի դրությամբ 17.75% մասնակցություն է։ Խախտումներ տենց որպես այդպեսին չկա, հազանգով եմ ստեղ եկել, ճիշտն ասած, 26-ում ինչ որ խնդիր եղել, դիտորդին չէին թողել, որ գրառում անի, եկա բոլորին բացատրեցի նախագահին, որ իր ցանկացած գրառում ինքը իրավունք ունի գրառումը կատարի, թող ամբողջն էլ կատարեն, ինչ տեսնում են, թող կատարեն։ Հենց որ արգելք չկա գրառման կատարելու հետ կապված։ Բնականon հունով գնում է ընտրությունները, ընդհանուր ուրիշ ահազանգ տենց որպես այդպեսին չենք զգացել։ Ու հենց զգացինք, արձագանքեցինք կարգավորվի։ Մենք պատրաստ աշխատում ենք։ Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը կգործեն մինչև ժամը 20:00-ն եւ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները դեռ կարող են մասնակցել քվեարկությանը եւ կատարել իրենց ընտրությունը։